Պարոն Բաղդասարյան, Մայր Հայաստան խմբակցությունն այսօր ներկայացրել էր մի նախագիծ, որով Հրազդանի կիրճը պետք է անվանվի լեգենդար ֆուտբոլիստ Նիկիտա Սիմոնյանի անվամբ։ Բավականին հյուրեր պետք է գային, որոնք որ ԿԳՄՍ նախարարությունից տարբեր գերատեսչություններից սկսած լուր անհամաձայնություն տալով ներկա չէին գտնվել։ Ձեր գնահատականն ու դիրքորոշումը վերոնշյալի վերաբերյալ։ Արտակարգ նախագիծ է եւ որը մեկը եթե ես ասեցի եթե դեմ լինի նա ազգի դավաճան է այսպեսի որակում եմ ես տալիս ես գիտեմ այդ ֆեդերացիայի պատասխանը նախապես եթե ինձ հարցնեինք ասեի որ չեն համաձայնվի որովհետեւ ես բաց ասել եմ հիմա էլ կացեմ ֆեդերացիան ղեկավարում է փոխնախագահ Արմեն Նիկողոսյան որը անձնական խնդիրներ ունի Ես չեմ ուզում դեղ ուրիշների անունները տալ եւ այդպեսի պատասխան է տվել, բայց ինքը պատասխան է տալու, որովհետեւ ինքը վաղուց փաստորեն չեմ ուզում շատ կոպիտ հնչեցնել, ազգը իրեն չի ընդունելու, իրեն դատապարտելու է։ Ու ես ուղղակի զարմանում եմ էլի, որովհետեւ գիտեք ինչ, գոնե այս հարցերում մեր ազգը անկախ կուսակցական պատկանելության անկախ քաղաքական հոսանքների տվյալ պարագայում պետք է գոնե միասնական լինեն այստեղ խոսքը գնում է մեր ազգի պարծանքը պարտություն բոլորի կուրքը մի սուրբ ազնվորություն աստվածային մարդ որի հետ ճանապարհ եմ գնացել անընդհատ ելույթ եմ ունենում անընդհատ նշում եմ որ մեր ժողովուրդը միջի հիմա ունեցել է Այս բոլոր հաղթանակները ջնջվել են մնացել է Արարատ 73-ի փառահեղ հաղթանակը, որը ճակատամարտով է դարձել խորհրդային միության չեմպիոն։ Ես ասեցի, որ այն ժամանակ 73 թվականին Ուկրաինայից 5 թիմեր խաղում, դրանք բոլորը մեր դեմ պայքարում էին, Կիևի Դինամոն էլ տեխնացու էր, ԽՍՀՄ հավաքականի բոլորն էլ անդամներ էին։ Եվ ամբողջ երկիրը կանգնել եմ, որ Արարատը մի փոքր հանրապետություն էր ներկայացնում։ Ես հիշում եմ, Իզվեստիա թերթը գրել էր իրենց թղթակիցը Կակաստանավից Արարատ։ Արդեն նույնիսկ մտածում էին այդ մասին, թե ոնց կանգնեցին են Արարատը։ Արարատ 73-ը հերոս է եղել, գլխավոր հերոսը Նիկիտա Սիմոնյանն է եղել, որ կարողացել է միասնական մի բռունցք դարձնել։ Եվ այդ պատճառով է, որ ասենք մենք պատմական հաղթանակ ենք տարել եւ այն մարդիկ ովքեր որ նորից եմ ասում դեմ գնան այս նախագծին իրոք մեր ազգի մեր ժողովրդի դավաճանն են ես հույս ունեմ որ անպայման այս նախագիծը կյանքի կոչվի ժամանակից շուտ իհարկե եւ ամբողջ ազգը կհիանա առանձին մարդիկ ոչինչ չեն որոշում այսօր նրանք պաշտոն ունեն վաղը չեն ունենալու բայց այդ խարանը նրանց ճակատին գրվելու է ու պետք է պատասխան տան Դա է ցավալին։ Ու ես զարմանում եմ, որ կրթության, գիտության, սպորտի, մշակույթի նախարարությունն էլ կոնկրետ պատասխան չի տվել ու համաձայն չի։ Ոնց կարելի է այս մարդուն։ Այս մարդը որևէ թերություն չունի, ես իմ ելույթում ասեցի, չէ՞ որ ինքը միջազգային հեղինակության ազնվորություն է, ինքը մենակ հայ չի, իհարկե ինքը հպարտանում էր որ հայ էր ինքը մենք իր 90-ամյակին որ գնացիք ինքը գիտեք ինչ էր ասում դե ես էի սեղանը ղեկավարում նկարներն էլ դրել էինք բան Նիկիտա Սիմոնյանը ասում էր ես շատ եմ ցավում որ հայրս չի տեսել Արարատ 73-ի հաղթանակը որովհետև հայրն էլ շատ մեծ երկրպագու էր ազգասեր ազնվորություն էր ուզում եմ ասել Սիմոնյանը բացառիկ էր ամեն ինչով բացառիկ էր պետք է ամեն մեկը իր ազնական շահերը մի կողմ դնի սա ազգի պատվի հարց է եւ որևէ մեկը չպետք է դեմ լինի այս նախագծին ես այդ կարծիքին եմ ակնկալել որ 60 եւ քանի ձայնով նախագիծը կընդունվի Ես կարծում եմ, որ այս նախագիծը պետք է ընդունվի, եթե չընդունվի, ամոթ նրանց ովքեր որ դեմ կլինեն։ Ես բաց եմ ասում։